Շախմատը մեր օրերին թերևս լինելով ամենատարածված խաղերից մեկը, առ այսօր պարզ չի, թե որ երկրում է խաղը ծագել։ Իհարկե, շախմատի տրամաբանությամբ, ֆիգուրների անվանվամբ, պայքարի մեթոդաբանությամբ նա արևելքի խաղ է և այն կասկածները, որ այն ծագել է Հնդկաստանում կամ Պարսկաստանում կամ արևելքի մեկ այլ երկրում, դա հավանաբար ավելի մոտ է, բայց շախմատը իր մեթոդաբանությամբ, պայքարի ընկալումներով նաև իր մեջ պարունակում է ոչ միայն պայքարի էլեմենտներ, այլ նաև դավադրության էլեմենտներ, այնպես որ խաղի ծագումնաբանության մասին կարող է խոսել հենց այդ գաղափարախոսությունը։ Իմ կարծիքով շախմատը ծագել է մի երկրում, մի ժողովրդի կողմից, որոնք չեն ունեցել պետականություն, որոնք չեն ապրել են ոչ իրենց երկրում, այլ երկրում և ստեղծել են մի խաղ, որի միջոցով մեկ-մեկու փոխանցել են պայքարի այդ մեթոդաբանությունը, պայքարելու ձևերը, պայքարելու հնարավորությունները։ Ու դա երևում է հենց խաղի փոքր խաղատախտակի վրա իր մեջ պարունակող բոլոր ձևերով, ստրատեգիայի, տակտիկայի բոլոր հնարավորություններով։ Կար մի թեզ, որ իբր շախմատը հնարել են թագավորի համար, որը վշտի մեջ էր և ներկայացնում են այս խաղը, որպեսզի նա վշտից դուրս գա և ըստ այդ թեզի թագավորին շատ դուր է գալիս խաղը, թերևս չեմ կարծում, թե պետք էր, որ թագավորին դուր գար մի խաղ, որտեղ արքան այդքան խղճուկ է, այդքան մոլորված է և այդքան քիչ է մասնակցում խաղի պրոցեսներին, այդ խաղի պատմության մեջ այսպես է, որ արքային շատ դուր է գալի խաղը և նա առաջարկում է խաղը հնարողին պարգև։ Խաղը հնարողը պահանջում է, ասում է, եթե կարելի է, ինձ տվեք ցորեն, առաջի խաղատախտակի առաջի անկյան համար մեկ ցորեն, երկրորդը կրկնապատիկ է, երրորդը նրա կրկնապատիկը, այսինքն երկրաչափական պրոգրեսիայով աճող և արքան չի խորանում այս գաղափարի մեջ և ասում է տվեք նրա ուզած ցորենը, հետո պարզվում է, որ երկրագնդի վրա նույնիսկ այսօր այդքան ցորեն չկա, ինչքան ցորեն պահանջում էր խաղը հնարողը։ Ու շատերը մեկնաբանում են սա իբր խաղը հնարողի իմաստնության մասին, բայց կարծում եմ, որ եթե խաղը հնարողին անհրաժեշտ լիներ պարգև, նա պետք է արքայից ուզեր այնքան, ինչքան արքան իզորու էր տալու, բայց նա սրա մեջ կա նաև հեգնանք արքայի նկատմամբ, որ խաղը հնարողը արքայի նկատմամբ հեգնում է ու հենց այս գաղափարն է հիմքում իմ կարծիքով ընկած, որ խաղը հնարել էին հենց այդ արքայի դեմ դավադրություն կազմակերպելու համար, հետո այդ իրավիճակի փոփոխություններից ելնելով նրանք խաղը ներկայացնում են արդեն արքային, կարծում եմ այս տրամաբանության մեջ խաղը պետք է որ ծագած լինի Պարսկաստանում, Էսթեր Թագուհու ժամանակահատվածում, երբ Էսթեր Թագուհին, եթե չհաջողվեր Թագուհուն կանգնեցնել շահին այն գաղափարից, որ նա որոշել էր իր երկրից վտարել մոտ 200,000 հրեաների, այդ դեպքում նրանք հավանաբար այս դավադիր մեթոդը պետք է կիրառեին շահի դեմ։ Հենց դրա համար էլ խաղն էլ կոչվում է շահին մահ, մահ արքային, մահ շահին, հենց ինքը անվան մեջ արդեն քողարկված
այդ դավադրությունը քողարկված արդեն կա, բայց ինչ խոսք այս ամեն ինչը չի նսեմացնում խաղի հմայքը, խաղի գեղեցկությունը, պայքարի ոգին եւ այն բոլոր դրական որակները, որ ինքը տալիս է պայքարողներին։